Ողջույն բոլորին, եթե լսվում է, ես գնում եմ Ամստերդամ գործուղման ու մեկ օր վերցրել եմ շաբաթ օրը այնտեղ մնալու, շաբաթ ու ձեզ ինձ հետ կվերցնեմ ցույց տալու, թե ինչա կատարվում, եթե հնարավորություն լինի, վստահ չեմ, որ աշխատանքի հետ կապված ինչ-որ բաներ կարամ share անեմ, բայց իմ trip-ը ամբողջությամբ նկարելու եմ, այդպես, let's go. Եկել եմ ճանապարհի համար ինչ-որ բան վերցնեմ ու վստահ չեմ ինչ, այստեղ տեսականին է, ինչ-որ Հարիբոյի նման բան էի ուզում, բայց ոնց որ չկա։ Գտնվեց։ Չգիտեմ ինչ վերցնեմ։ Գնում ենք հյուրանոց, այսօր ազատ ենք, վաղը սկսում է իվենթը։ What? By elevator? Ah, okay. Yeah. Մենք հասել ենք Ուտրեխտ, Ամստերդամին մոտ քաղաք, որտեղ մեր հյուրանոցն է գտնվում, որովհետև Nike եվրոպական գլխամասը գտնվում է ինչ-որ մի հատ ուրիշ քաղաքում էլի Ամստերդամին մոտ, ու մենք տենց ոնց որ մեջտեղն ենք էլի այդ երկու քաղաքների, բայց բավականին արագ է ամեն ինչ, մոտ 20 րոպե այստեղից Ամստերդամ train-ով, Փարիզի նման է էլի, շատ արագ է ամեն ինչ, Եվրոպայի է էլի երեխեք, տենց, ուզում եմ պատրաստվել, մտածում եմ մազերս ինչ-որ մի բան դուրս չի գալիս, չեմ հասկանում ինչը, չոկաս երևի, կամ մի հատ փորձեմ չոկաս դզեմ, կամ լվանամ մազերս, նույնից սարքեմ, ուղղակի չգիտեմ ժամանակ կունենամ թե չէ, ոբշեմ, մի երկու բառ էլ պատմեմ, այս պահին մաքսիմալ social media-ից, հա, ինչ էի ասում, ասում էի, որ այս պահին social media-ից ամբողջությամբ դուրս եմ եկել, Instagram-ս deactivate եմ արել, TikTok, ամեն ինչ ջնջել եմ ու ուզում եմ մի քիչ, ոնց որ 2 շաբաթ փորձեցի ապրել առանց social media-ի, ու տենց վատ չէր, հետո մտածեցի, դե լավ հետ գամ, ու այդ որ հետ եկա, սկսեցի փորձում էի ակտիվ լինել ու մի տեսակ ինչ-որ մոտս anxiety էր անդադ սկսվում, չգիտեմ ինչ-որ չեմ կարա բացատրեմ, բայց սենց անընդհատ ինձ թվում էր մի բան ընչի, ինչ-որ սենց fulfillment չէի զգում դաժե ինչ-որ content creation-ից կամ ինչ-որ ճնշում էր գալիս ամեն դեպքում ու մտածեցի, որ նաֆիգ нам Instagram не нужен ու մտա YouTube-ս, սկսեցի YouTube-ս նայել ու ասեցի ինչքան հավես էր, որ անցյալ տարի դոկումենտ էի անում լիք բան ու ինչքան լավ կլինի, որ հիմա էլ դոկումենտ անեմ լիք բան ու որոշեցի, որ եթե ուզում եմ, օրինակ ինչ է ես Instagram-ը պահում եւ այլն, որտեղ մտածում էի ինչ որ առումով ինքը իմ համար creative լինելու հարթակ է, մինչև այն պահը, որ ինքը ինձ fulfill չի անում։ Դրա համար մտածեցի, որ ավելի լավ է այստեղ, եթե ուզում եմ ինչ-որ բան նկարեմ, կարամ ստեղի համար նկարեմ, պոստեմ իմ համար, իմ հիշողությունների համար, կամ այն մարդկանց, ովքեր որ եւս հետաքրքրված են ուզում են նայեն։ Դրա համար այս պահին մենակ այստեղ կպոստեմ ինչ-որ բաներ, մինչև չգիտեմ ինչ ուղեղումս էլի կճտա ու կորոշեմ վերադառնալ Instagram, բայց այս պահին ռեալ
ամեն ինչը նույնն է, բոլորը նույն բանն են անում, բոլորը նույն բաներով են կիսվում, անընդհատ նույն բանն եմ consume անում, պլյուս տեսնում եմ ինչ-որ ալգորիթմը ինչ-որ բաներ է ցույց տալի, որ էմոցիոնալ իմ վրա ազդում է, լրացուցիչ ինչ-որ pressure է իմ վրա լինում, ինչը ես չեմ ուզում, դրա համար ուզում եմ սովորեմ օֆլայն ապրեմ, օրինակ հիմա sketch եմ սովորում անել, ուզում եմ շատ ակտիվ սպորտով զբաղվել, ուզում եմ այստեղ էլի YouTube-ով ինչ-որ պրոստը դոկումենտ հանեմ կյանքը, դասեր, գործ եւ այլն ու տենց։ Ու քանի եղանակը լավն է, ու ես կարամ տանից դուրս գամ, կարամ վայելեմ պրոստը սենց Փարիզը, օգտվեմ այդ առիթից ու անեմ դա։ Ինչ կասեք, լավ միտք է։ Ինձ թվում է լավ միտք է, երեխեք։ Ինչ եք մտածում։ Ես մտածում եմ, որ լավ միտք է։ Սպասում եմ բանը բերեն, տապочка մեկ է խալատ բերեն, որ կարողանամ պատրաստվեմ գնամ։ Դեդ։ Մենք խնդրում եմ։ Հեսա ցույց կտամ, բայց ինչ-որ survey-ին խնդրել լրացնեի։ Լրացրել եմ ու ինձ կոնֆետներ են բերել։ So cute! Ու blueberry։ Չնչին բան է, բայց հաճելի է։ Իրանք առանձին սերվիզ ունեին ու սերվիզում կարաս ինչ-որ լրացուցիչ բաներ ուզես, iMask եմ ուզել։ Այս ինչա չգիտեմ, դուխի, հա? Pillow spray։ ու ականջների բան սրոքեսով ստեղ պահարանն է, ոչ ման չեմ կախել դեռ, ստեղ սուրճ, մուրճ, սեյվ, պասպորտս իդեպ մոռացել եմ, ստեղ ես եմ, այս իմ կոսմետիկան է, երեխեք չամադանիս հարալալ կեսը, կոսմետիկաս, skin care-ս, Dyson մազերի զրդու փրթիչներ, էդ էր, բավականին հաճելի է, ստեղ չամադան մամադանս է, ուձի, ստեղ գիշերելու, գիշերանոց նկատի ունեի, էլի, ստեղ դե իրեր, փոքրիկ, կոմպակտիկ, հենց դուր է գալի, որ դեպի քաղաքանայում, տենց, սա ես եմ, բարև ձեզ, քան խոսալուց հետո, որոշեցի, որ չփոխեմ մազերս, որտև շատ ժամանակ կտանել, ու մենք արդեն հավաքվում ենք, ու հիմա իջնում եմ Դեբրային տեսնելու իմ գոլեգանա, ու աղջիկներով գնում ենք բար, ինչ-որ տենց միտեղ։ It's cute here. Yeah. They're already waiting there. Oh, of course. That's nice. Girls. CC. Visit LA, Portland. Yeah. I was asking her like, hey, how are you feeling? You good? It's okay. Oh, I'm dead. Like I'm dead. She's dead inside. So. You're not listening. Sweet but psycho. Merci beaucoup. Thank you. Mine is non-alcoholic. And Windows. Ooh, wow. It's like the glass is flat. C'est chelou. Mais ça, mais meuf en plus. Et moi je suis pas la photogénique. I understand pas. Another round. Wild one. Do you want to try? Well, cheers. Everybody has a food left. Oh, wait. Մենք դուրս եկանք գնում ենք դիների 8:30 ժամը։ Բայց գնում ենք թմի մյուս անդամներին միանալու։ Yeah, okay. I will test. Non, j'ai assez toi-même tes tests. Ah, moi j'utilise que le fichier. Ouais, mais non, teste bien. Je suis là, mais non, je regarde tout si j'ai.
Pas mal, pas mal. Voilà, et là, ils sont les jaloux. Ok, We are having desserts. I love this. Il y en avait que deux. Ես վերադարձել եմ հյուրանոց, լողացալ 66-ի, առավոտ ժամը պետք է արթնանալ 6-ին, 6:30, որովհետև 7-ին завтрак կա, 7:30 արդեն ստեղից պետք է շարժվենք, գնանք, չեմ կարում հիշեմ այդ քաղաքի անունը, մի խոսքով Nike headquarter, ու ես մեռած եմ պրոստը, եկեք կարճ ցույց տամ իմ գիշերային խնամքը ու ես գնամ շուտ քնելու, ուրեմն նախ ուզում եմ ասել, որ ես ամբողջությամբ 90%-ով անցել եմ կորեական խնամքին, ուրեմն օգտագործում եմ դոկտոր Ալտեայի խնամքի միջոցները, ուրեմն ինչ եմ անում ես, այս քայլերի հաջորդականությունն է, իդեպ ուզում եմ ցույց տալ իմ մաշկը, քան որ արդեն մեյքափս մաքրել եմ, ցույց տամ ուղղակի կարճ, մնացածը իրար հետ անենք, ես օգտագործում եմ դոկտոր Ալտեայի cleansing balm-ը, անտանելի փափուկ ու ահա որ լավն է, կարագի նման լրիվ մակիաժը հանում է, նենց որ ասենք դրանից հետո թարթիչներին ոչ մի բան չի մնում ու ինչն եմ ամենաշատը հավանում, այն որ իրան այսպես պտտացնում ես, ինքը ստեղից դուրս է գալու ու դու կարիք չունես էլի մատերով կամ ինչ-որ գդալով մտնես, վերցնես, ինքը ոնց որ կոզած չափով հանում է, դրանից հետո, երբ որ մեյքափը մաքրում եմ, այս cleansing mousse-ը Lancome-ի double cleansing եմ անում, մի հատ էլ վրայից սրանով եմ մաքրում, շատ լավն է, միակ վատ կողմն է, որ մի քիչ մաշկս չորանում է իրանից հետո, բայց ավելի շատ moisturizer եմ օգտագործում, զուտ, որովհետև ես անսահման շատ եմ սիրում իրան, նախ որովհետև մաշկս պրտում մաքրում է ամեն ինչ, հետո անուշ հոտ է, տեքստուրան, մի խոսքով շատ հաճելի է։ Հաջորդ քայլը, հիմա արդեն քան որ այս քայլերը արել եմ, Selimaxi տոնիկն եմ կսում Milk-ի, որը Rode Beauty-ի ալտերնատիվն է ու իմ համար ես երկուսն էլ փորձել եմ, այս տարբերակը ոչ մի բանով չի զիջում, դաժե ինձ ավելի է դուր գալիս, որովհետև չգիտեմ, համ ռեզուլտատն եմ տեսնում, համ էլ շատ հաճելի է դեմքին քսելը։ Տոներից հետո ես օգտագործում եմ այս դոկտոր Ալտեայի կրկին վիտամին C սերումը, ես հիմա ինչ որ ցույց տամ, հիմնականում վիտամին C-ը լինելու, որովհետև իմ մաշկը դալնես ունի ու ինչ որ տեղեր մաշկում ես, կտեսնեք, որ մի քիչ ավելի բաց է, մի քիչ ավելի բան է, մի քիչ ավելի բաց է, երանգը մի քիչ ավելի մուգ է, ու այդ գալիս է նրանից, որ ես շատ երկար ժամանակ չեմ օգտագործել sunscreen ու հիմա էլ եթե անկեղծ մեկ խայլտուրա եմ անում ու չեմ օգտագործում, բայց ամռանը օգտագործում, բայց գիտեմ, որ միշտ է պետք օգտագործել։ Այս սերումը հիմնականում նպատակաուղղված է հենց դրա համար, որ մաշկի լուսավորությունը կարգավորի, ավելի շատ brightness բերի, ավելի շատ փայլ, ավելի ոնց որ առողջ տեսք ունենա մաշկս։ Հաջորդ պրոդուկտը, որը օգտագործելու եմ, որը ուզում եմ մի հատ դուք էլ տեսնեք, ինչ հրաշք է ինքը, այդ աչքի կրեմն է, էլի կորեական բրենդ է, կեղծ բրենդի անունը դաժե նորմալ չգիտեմ, բայց այս բրենդից ունեմ աչքի կրեմ ու ունեմ շիթ մասկաներ, ուրեմն մի հատ խնդրում եմ, այս աչքի կրեմն է, այս տյուբիկն է, որտեղից որ դուրս է գալիս կրեմը, բայց սա դեռ ամենը չէ, լսում եք թե չէ, ինքը վիբրացիա է տալիս, միկրոտոկերի նման, ու երբ որ ես մի փոքր վերցնում եմ ու աչքիս տակ դնում եմ, ես հետո այս տեղից բռնելով կրեմը մաքսիմալ ներթափանցում է մաշկի տակ տեխնոլոգիայի շնորհիվ։ Նույնը մյուս կողմը։
Oops. Okay. Իրականում մի քիչ ավելի երկար եմ անում, բայց շատ հոգնած եմ։ Հետո իմ ամենասիրելի դուոն այդ Dr. Altea-ի 345 գրեմը ու սփրեյը ես իրանց իրար հետ եմ օգտագործում, որ արդյունքը 3, 4, 10 անգամ ավելի շատ լինի։ Ինչ եմ անում, սկզբում խառնում եմ ու փորձում եմ ամբողջ տարածքով անել, հետո վերցնում եմ սա, իդեպ երևի 5-րդ տյուբիկն է արդեն, շատ չէ, որովհետև ինքը շատ բան է, բոլորը ասում են, որ Dr. Altea-ի այս գրեմը շատ շուտ է վերջանում, այնինչ ասեմ, որ դուք շատ եք իրան օգտագործում, հա, բան չունեմ ասելու, հա, օքեյ, շատ շուտ վերջանում է, բայց եթե իրան ավելի քիչ վերցնեք, ձեռքերի մեջ տարածեք ու փորձեք տարածել ամբողջ դեմքով, այդքան այդ ցույց տվածս չափականակն էլ հերիք է։ Հակառակ դեպքում ոնց որ սենց կրեմների ժամանակ շատ ավելի դժվար է չափաբաժինը հասկանալը, որտեվ դու ես էլի սեղմում, թե ինչքան կա դրա համար, պետք է աչքաչափով փորձեք շատ չանել, ավելի լավ է սկզբում քիչ անեք, հետո ավելացնեք, քան շատ անեք ու հետո չիմանաք։ Անպայման նաև վզի հատվածում եմ գցում։ Սրանից հետո միշտ դիմակ եմ դնում ու դիմակի տակից էլ աչքերի պատչ, բայց քանի որ դիմակ չեմ վերցրել հետս, ավելի ճիշտ ունեմ դիմակ, բայց գիշերային դիմակա չգիտեմ, հիմա արժի դնել իրան, թե չէ, հա գիշերա պարզա, okay, Abib-ի այ պատչերն եմ օգտագործում, ռետինոլով են իրանք, ու մի հատ է լայֆխակ ասեմ, որ անկախ նրանից, թե ինչ պատչ եք օգտագործում, դաժե ես այն ժամանակ Wildberries-ի պատչերն էլ էի պատվիրում ու էլի շատ գոհ էի, ոչ թե նրա համար, որ իրանք ինչ-որ օգուտ ունեն, այլ նրա համար, որ երբ որ ես օգտագործում եմ աչքի կրեմ ու հետո պատչերն եմ դնում, պատչերը օգնում են, որ այդ կրեմը ավելի լավ ներծծվի, то есть իրանք տարածքը ոնց որ սենց ֆիքսում են ու օգնում են, որ քո արդեն օգտագործած կրեմը ինքը սենց ներծծվի մաշկի մեջ։ Ճիշտն ասած, հիմա որ սկսել եմ այս ռետինոլը օգտագործել, պլյուս սա, մի հատ պետք է նայեմ, որովհետև ինձ թվում է աչքերս մռմռում է ինչ-որ ժամանակ առ ժամանակ ու կարող է այդ նրանից լինի, որ սրա մեջ ռետինոլ է, սրա մեջ է չգիտեմ ինչա։ Մի հատ պետք է նայեմ, հիմա էլի զգացի, որ ինչ-որ մռմռացնում է։ Լավ։ Մեկ էլ ես մասկան ունեմ Biodense-ի, էլի վիտամին C-ով, niacinamide, pineapple fruit water ու ամբողջ նպատակը իրա այդ dark spot-երի ու improvement of dullness. Should I remove this and put that one? Ինչ եք կարծում, պետք է այսի դնել, լավ, եկեք դնենք, ճարս ինչ։ Okay, գործա։ Ես իմ խնամքի միջոցները հիմնականում պատվիրում եմ Yes Style-ից, այս դիմակը արժեր 5 եվրո, բայց իրան որ գնում ես ամբողջ գիշեր պետք է մնաս, ցանկալի է որ մոտ 5 ժամ պետք է մնա մաշկիդ վրա ու ինքն էլ տենց ներծծվելու հատկություն ունի, մի անգամ դրել եմ, բայց չեմ կարացել քնեմ ճիշտն ասած իրանով, Batman-ն եմ երախեք։ Ես Հայաստանում աշխատում էի Բուլմունքում ու աշխատում էի որպես բրենդ մենեջեր խնամքի ու օծանելիքների բրենդների համար։ Դրա համար հիմնականում օգտագործում էի մենակ luxury բրենդների խնամքի միջոցները ու որ ճիշտ ասեմ, այսքան ռեզուլտատ ինձ դեռ չեն տվել, ինչքան որ այս կորեական խնամքի բրենդները առաջ շատ սնահավատորեն էի վերաբերվում այս կորեական խնամքին, բայց հետո արդեն գնալով հասկացա, որ okay, մի բան փորձեցի, հետո մի ուրիշ բան փորձեցի ու հետո հասկացա, որ okay, աշխատում է всё-таки ու
կարելի է շանս տալ ու տենց սկսեցի լրիվ փոխել։ Հիմա երևի մենակ մնացել է լյուքսից սա։ Էս ինչը։ Թե ասա Dyson-ը ստեղ է, ինչ եմ անում։ Գնամ ես քնեմ, հեռախոսս տնեմ զարյատկայի, մազերս չչորացրեցի տենց էլ ու վաղը առավոտ արթնանանք, դնանք ինչա մեզ սպասվում, կփորձեմ մաքսիմալ կիսվել, եթե ինչ-որ կիսվելու թույլ տվություն լինի, որտև ամեն դեպքում հիմնականում բան է էլի, private, գախնի։ Տենց մի խոսքով կհանդիպենք վաղը։ Լուիս։ Donc je t'avais déjà le pouvoir de quelques fois. Et Pauline, elle fait partie de celles qui m'a appelé cette fois. Անկել ենք առավոտյան մեր գլխամաս Եվրոպայի։ Մեր բաժերը վերցրեցինք ու գնում ենք հիմա իվենթին։ Ոչ ման ցույց տալ չեմ կարա։ Գնանք։ Այստեղ մենք հենց օֆիսում ունենք Nike խանութ, որոշեցի գնամ տեսնեմ արդյոք ինչ-որ բան կարամ առնեմ, որտեղ բավականին մեծ զեղ չունենք ստեղ։ Ուզում եմ Nike Mind տապիչկաները վերցնեմ, որ ուղեղի վրա լավ ազդում, բայց չեմ հասկանում ինչ չափ վերցնեմ։ Կեսի մեծ է, բայց այն մեկն է փոքր է ու չեմ հասկանում։ Այս էլ երևի սա, որտև ավելի քիփ է ու ավելի լավ եմ զգում իրենց։ Լավ, սա կվերցնեմ։ Ես ոչ մի բան էլ չառա, որովհետև զեղչ չկար ու կոնկրետ այն պրոդուկտի վրա, որ ես էի ուզում, զեղչ չկար։ Հիմա բան եմ անում, գնում եմ կամպուսով էքսկուրսիա անեմ ինքս իմ համար, որտեղ բոլորը իրենց կատեգորիաներով գնացել են ժողովների, ես իմ ժողովը արեցի պրծա ու տենց ուզում եմ հիմա մի քիչ գնամ ինչ կա այստեղ։ Նայեք, մեր լիճը ունենք գործի տղա։ Կամպուսը այնքան մեծ է, բան չեմ հասկանում, ուր եմ ինչ եմ։ Այսօրվա օրը ոնց որ չպրծնի, բոլորը գնացել են իրենց ժողովներն են անում, խառը, ես նոր իմ մենեջերի հետ հանդիպեցի, խոսացինք, երկու բան քննարկեցինք, ինքը էլի գնաց ու ժամը 6-ն է, ժամը 7-ին գնում ենք ընթրիքի, մի ժամ մնաց, բոթասներ ենք նվեր ստացել, արդեն չգիտեմ այդ բոթասները որտեղ եմ դնելու, բոթասների կոլեկցիա է բոտս, քուտ է տալու է։ Գնում ենք վեստո։ Ouais. C'est énorme, par contre, ça, c'est quand même... Non. Ah ouais, tu trouves que c'est limite? Վերջապես հաց ենք ուտելու, վայն ենք խոսում։ Bar et ouais, tu peux en séparer. Vous allez au bar et je crois qu'il y a, enfin, vous pouvez prendre du vin ou de la bière. Մենք մեր բուրգերներն ենք սարքում, ես իմնա։ DJ-ն եմ հիմա ու երկեր եմ ընտրում։
Guys, do you have any like good ones? Ես վերադարձել եմ հոթել, պատրաստվում եմ մեյքափս մաքրեմ, խնամք անեմ, ֆիլմ եմ դրել նայեմ ու գնամ քնելու, վաղը գնում եմ Ամստերդամ, մի օր այնտեղ եմ մնալու ու արդեն երևի բան կանեմ, մեկ օր ինձ հետ Ամստերդամում կնկարեմ, հուսամ, ինձ թվում է երկու առանձին վլոգ կանեմ, մեկը Nike հետ կապված բաները, մյուսը Ամստերդամի, տենց, այսօր իմ առաջին օրն է իրականում մեր EHQ-ում, եվրոպական headquarter-ում, ու ճիշտ կլինի ես մի հատ իմ մտքերով կիսվեմ, մի ինքնասպան մի եղել, ուրեմն օֆիսը գտնվում է Հիլվերսում քաղաքում, մենք մնում ենք Ուտրեխտ քաղաքում ու Հիլվերսումը ոնց որ տենց մի քիչ գյուղաքաղաք լինի ու ես հասկացա, որ ես ինձ աշխարհի փողերն էլ տան Փարիզից տեղափոխվել չեմ ուզում прям ամենալավ գործը, ամենալավ օֆիսը ինձ չի ստիպի, որ ես Փարիզից ինչ-որ տեղ գնամ։ Շատ հաճելի է, շատ հավես է, բայց պետք է երևի մի քիչ տարիքով մեծ լինես։ Չնայած ինձ թվում է նախասիրություններից էլ է կախված, ես Ամստերդամում չէի կարող ապրել, որտեվ կարաս Ամստերդամում ապրես, գնաս այնտեղ աշխատես, որտեվ աշխատավարձը թույլ տալիս է, բայց ես անձամբ հասկացա, որ ես Փարիզից ոչ մի տեղ չեմ ուզում գնամ, ընդհանրապես չեմ ուզում ոչ մի տեղ տեղափոխվեմ Փարիզից։ Իմ համար ավելի լավ տեղ այս աշխարհում չկա, քան Փարիզը։ Բայց մյուս կողմից է հասկանում, օրինակ եթե ես ուզում եմ Nike-ում մնամ, Փարիզը սահմանափակումներ ունի։ Ոնց որ էդ էլ իր մասով էլի, ոնց որ ամբողջ կյանքում ինչ որ աճելու տեղ չի լինելու, որ մնամ Փարիզում, կամ պետքա կամպանիայից գնամ, կամ պետքա բաց լինեմ բոլոր հնարավոր օպշններին տեղափոխվելու։ Իսկ ես պատրաստ չեմ ու ցանկություն չունեմ։ Ես ուզում եմ մնամ Փարիզում։ Եկեք հիշենք, որ իմ նպատակը ի սկզբանե եղել է Փարիզում ապրելը, այլ ոչ թե հասկացա։ Չբարձրաձայնը։ Պրիորիտետները պետքա ճիշտ դնել։ Մեկը շատ անորոշ է, թե 2 տարուց ինչ կլինի, 2 չէ, արդեն 1.5 տարուց, այսինքն ես պետքա մյուս տարի այս ժամանակ ես արդեն պետքա իմանամ, ես շարունակում եմ ստեղ աշխատել, թե չէ։ Բայց իրանք էլ էլի պետքա առաջարկ անեն, որտեղ հիմա իմ կոնտրակտը 2 տարով է։ Ու իմ position-ը ավելի շատ ցած չասեմ junior մասնագետ, հա, էլի, yəni կարելի ասել junior մասնագետի է, այն դեպքում ես 4 տարվա աշխատանքային փորձ ունեմ։ Ցնեմ մենակ խոնավեցնող ու շիճուկ։ Կգտամ թե ինչ նվեր եմ ստացել Nike կողմից։ Ուրեմն Da-da-da-da. Ինքը իրականում սպորտային վազելու բոթաս է, բայց ես իրան կհագնեմ որպես ամենօրյա, որտեվ սիրուն է ամենօրյա, վազելու բոթասը մեռա, մի միլիարդ հատ վազելու բոթաս ունեմ, սրանք տենց էլ չեմ կերել։ Ես այս պոմադան կսեցի, Ձիորի, որ յանի օգնի հանգստանան շուրթերս, բայց զրթել չի օգնում, վայ, այս ինչ եղավ, մի րոպե։ Okay. 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 Ինչ բարդ էր։ Եղեք
Սենց թափած ամեն ինչ ստեղ, բայց վրես հալ չկա։ Ինչ որ բան էի ուզում անել ու մոռացա։ Հեռախոսները պետք է դնել զարյատկայի։ Power bank-ը պետք է դնել զարյատկայի։ Բայց ես ձեզ ինչ որ բան էի ուզում պատմեի ու մոռացա ինչ։ Չեմ հիշում ինչ էի պատմում։ Շնորհակալություն, որ ինձ հետ էիք, նայում էիք այս վլոգը։ Հուսամ մինչև վերջ հավես եք արել, նայել եք ու ես էլ հավես եմ արել, մոնտաժ եմ արել ընդհանրապես այս վլոգը, բայց որպես վերջին ինսայթ երևի ասեմ, որ նպատակը ամբողջ վլոգ նկարելու այն էր, որ ես սիրում եմ հետ գնալ ու նայել, թե օրինակ մի տարի առաջ կյանքի ինչ փուլում էի, ոնց որ առաջ եմ գնում, ինչ է կատարվում իմ կյանքում, որտեվ մեկ-մեկ տենց ինչ որ մի հատ reality check-ա պետք անել, որտեվ ինձ միշտ թվում է, որ ինչ որ մի բան այն չի, ինչ որ մի բան պակաս է, ինչ որ մի բան չի աշխատում։ So ավելի լավ է դոկումենտ անեմ ամեն ինչ ու նայեմ, հիշեմ, տենց ու ուրախանամ կամ տխրեմ։ Այդ էլ արդեն ժամանակը ցույց կտա, բայց այս պահին ուրախ եմ, որ մի քիչ տխուր եմ, բայց ընդհանուր ուրախ եմ, որ կյանքի այս փուլում եմ։ Գիտեք ինչ եմ նայում, այսօր ասեմ ու վсё։ The Breakup, ամերիկանսկ բան, развод по-ամերикански ռուսերենում, Ջենիֆեր Անիստոնի ֆիլմերից է, իմ ամենասիրելիներից է։ So The Breakup-ն եմ նայում ու քնում։ Ձեզ էլ բարի գիշերներ, պականներ, պաչիկներ, պակա-պակա։